պատկերը մտրեմ։ Խնդրեմ, ես հասած ձեր տեսակետը Տիկին Խոսան ջան։ Որ մեր սահմանները ամբողջությամբ բացել են, այդ դիրքեր են, չգիտեմ, եւ այլն, դա մենք տեսնում ենք, այսինքն դա պետք չի ինչ-որ հիմա որ գնանք մոտենանք ինչ-որ սահմաններին, մեր Ադրբեջանի հետ, նաեւ այդ մասով մենք առանց անզեն աչքի որևիցե ինչ-որ հերադիտակ չօգտագործելով, մենք տեսնենք ինչքան բաց է այդտեղ ամեն ինչը։ Այսինքն այս մարդկանց կարող են իրենք ուղեկցել եւ բերել հենց եւ Գյումրիում, եւ Ամասիայում, եւ Երևանում էլ են եղել կադրեր։ Այնպես չէ որ չեն եղել։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այո, կարող են բերել ադրբեջանցիներին, իրենք խոսեն, իրենք ծաղրեն, իրենք հայտարարություններ անեն եւ կարողանան հետ վերադառնալ առանց որևիցե արգելքի։ Սա մենք բոլորս տեսել ենք, բայց սա արվում է ամենաբարձր մակարդակի թույլտվությամբ, որովհետև սա հենց այնպես չի կարող տեղի ունենալ։ Եկեք մի հատ մենք փորձենք, գնանք ինչ-որ մի տեղ մի հայտարարություն անել, տեսնենք մեզ կթողեն, թույլ կտան թե ոչ, իհարկե թույլ չեն տա։ Մեզանից ինչ-որ մեկը կարող է գնալ Բաքվում, ինչ-որ հայտարարություն անի, իհարկե ոչ, մեզ թույլ չեն տա։ Ուրեմն սա կազմակերպված գործողություն է, եւ սա կազմակերպվում է համատեղ նաեւ ջանքերով, այսինքն Ալիևի հետ համատեղ ջանքերով է այս ամենը կազմակերպվում եւ հատուկ թույլտվությամբ է սա կազմակերպվում, որովհետեւ Սումգայի Կիրովաբադի ջարդերի օրերն են, բայց որ խոսում է որ ավտոբուսներով ադրբեջանցիները գալ են, բա մեր 500,000 հայրենակիցները երբ են վերադառնում։ Նախ մերը 500 չեն, ավելի են։ Այո, եթե ինչ-որ մի գործընթաց պետք է տեղի ունենա, ապա դա պետք է տեղի ունենա հավասարազորության սկզբունքով, ով որ ուզում է գալ, ապա մարդիկ եկան, որ պետք է կարողանան հետ վերադառնալ։ Եթե խոսում ենք ինչ-որ գալ գնալու մասին, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են նրանք վերադառնալ եւ ուր են վերադառնում, սա ես չեմ պատկերացնում, բայց այն, որ կարող է քաոս ստեղծվել եւ այդ քաոսում քաոսին են պատրաստվում, դա չեն կարող բացառել, որովհետեւ այն ինչ որ մենք տեսանք, թե ինչպես դատարկեցին Արցախը եւ ինչ տեղի ունեցավ, ապա այդ քաոսի վերացման տարածքի նաեւ այսօր այստեղ Նաև Երևանը, նաև Գյումրին, նաև այլ քաղաքները եւ գյուղերը։ Այդ քաոսից մենք այնպես չէ որ երաշխավորված ենք, որ այստեղ այդ քաոսը չստեղծեն։ Հետևաբար միգուցե սա նաև դրա համար է բերում են ավելի մեզ նյարդայնացնելու այս մարդկանց կամ ինչ որ մի բանից նաև շեղելու դա չեն կարող բացառել, որ բերում են հատուկ, որպեսզի մենք նաև մեր սթափությունը եւ կամ այլ միգուցե տրամադրությունները մեր փորձում են շեղել, սա է կարող